Բարև ձեզ։ 1983 թվականին հույն կինոռեժիսոր Կոստաս Ֆերիսը համաշխարհային կինոսիրողների դատին հանձնեց իր նոր իրական փաստերի վրա նկարահանված Ռեմբետիկո ֆիլմը։ Ռեմբետիկո ֆիլմը պատմում էր հույն հայտնի երգչուհի Մարիկա Նինուի կյանքի մասին։ Գլխավոր դերը վստահված էր երգչուհի եւ դերասանուհի Սոտիրիա Լեոնարդոին։ Այս ֆիլմը միանգամից մեծ հաջողություն ունեցավ Հունաստանում, ապա նաև շրջագայության մեկնեց աշխարհով մեկ, իսկ 1985 թվականին ֆիլմը ցուցադրվեց նաև Երևանի կինոթատրոններում։ Կարծում եմ մեզնից մեծ սերունդը պիտի որ հիշի, գուցե ձեզնից ոմանք նաև ներկա են եղել այս ֆիլմի ցուցադրմանը 85 թվականին, անկեղծ ասած չգիտեմ որ կինոթատրոնում, բայց դա կարևոր էլ չէ։ Ռեմբետիկոն Երևանում դիտած հանդիսատեսները, հայ հանդիսատեսը չէր էլ կասկածում, որ իրական փաստերի վրա նկարահանված հույն երգչուհի Մարիկա Նինուի կյանքի մասին պատմող այս ֆիլմը իրականում ներկայացնում էր Զմյուռնայի գաղթերից, ջարդերից, այսպես մազապուրծ եղած հայ ընտանիքի մասին։ Մարիկա Նինուի իսկական անունն էր Էվանգելինա Ադամյան, բայց այս մասին հույները չէին խոսում, աշխարհում չէին խոսում, իսկ Հայաստանում, այն ժամանակ դեռևս սովետական Հայաստանում առավել ևս։ Մարիկա Նինուն կամ նույն ինքը Էվանգելինա Ադամյանը ծնվել է 22 թվականի փետրվարին Էգեյան ծովում նավարկող նավի վրա։ Այս նավը Կիլիկիայի փախստականներին տեղափոխում էր Հունաստան։ Մարիկայի մայրը Սիմաքեյանը Արևմտյան Հայաստանի Սիս քաղաքից էր, արդեն հղիեր, երբ որ նստեցին նավ, իսկ նրա ամուսինը Այկ Ադամյանը Զմյուռնիայի կոտորածների զոհ էր դարձել։ Սիման կարողացել էր իր զարմիկների օգնությամբ եւ 3 երեխաների օգնությամբ նստել նավ, իսկ նավի վրա ծնվեց 4-րդ զավակը։ Նավապետի խորհրդով նավը կոչվում էր Էվանգելիստրիա, հունարենից թարգմանած բարի լուր բերող, եւ նավապետի խորհրդով աղջկան անվանեցին Էվանգելինա։ Այսպես 1922 թվականի մարտի 1-ին Էվանգելիստրիա նավը կայանեց հունական Պերեա ծովածոցում եւ Ադամյանների ընտանիքը շատ հայ ընտանիքների հետ միասին տեղավորվեցին Պերեայի Կոկինիա կոչվող թաղամասում։ Հունաստանում ապրողները գուցե կհիշեն, գուցե կլսել են այս պատմությունը, գուցե գիտեն, ես անկեղծ ասած տեղյակ չեմ, սիրելի ժողովուրդ, այս թաղամասը գուցե մինչև հիմա գոյություն ունի, բայց կարճ ժամանակում 22 թվականի մասին է խոսքը, շատ կարճ ժամանակում փախստական հայերը հավաքվեցին, այսպես ասած կողք կողքի եւ Կոկինիան դարձավ փոքրիկ Հայաստան։ Ինչ պիտի անեին նոր ժամանած գաղթական հայերը, ոչ լեզու գիտեին, ոչ աշխատանք ունեին։ Տղամարդիկ սկսեցին աշխատանք փնտրել նավահանգստում, բեռնակրի աշխատանք, ծանր աշխատանք, կանայք որոշեցին թխվածքներ եւ այսպես ռուշակեղեն պատրաստել, փորձում էին վաճառել նավահանգիստներում կամ մեծ արուստույներին փորձում էին ապրել։ Սակայն Ադամյանների ընտանիքում, ինչպես ասացի, Սիմաքեյանը 3 երեխա ուներ, 4-րդը ծնվել էր նավի վրա, տղամարդ չկար, որովհետև Հայկ Ադամյանը զոհվել էր Զմյուռնիայի կոտորածների ժամանակ։ Միակ տղամարդն այս տանը 9-ամյա Պարքև Ադամյանն էր, Էվանգելինայի եւ նրա 2 քույրերի մեծ եղբայրը։ 9 տարեկան այս տղան աշխատանք է գտնում նավահանգստում, ինչ էր անում, ուղղակի մեծ արուստների կոշիկներն էր փայլեցնում, մինչև ընթացքում այս աշխատանքի տղան ատաղծագործություն սովորեց եւ 15 տարեկանում, ընդամենը 15 տարեկանում կարողացավ բացել իր արհեստանոցը։ Կարճ ժամանակում այսպես կարողացավ կամաց ոտքի կանգնել եւ այս տղան միակ տղամարդը տան կարողացավ օգնել 3 քույրերին եւ մորը։ Անկեղծ ասած, իրելի ժողովուրդ, մեր 4-րդ գրքում համը Շուշոտ ճակատագրերի երգը Մարիկա Նինուի մասին դուք կկարդաք, գիրքը հավաքելիս, ոչ թե գիրքը, այլ կոնկրետ Մարիկա Նինուի կենսագրական, այսպես ասած, հավաքելիս, խմբագրելիս, ես առանձնակի ուշադրություն դարձրեցի այս 9-ամյա տղայի կենսագրականին, բայց ցավոք այդքան չի կարող տարածվել մի պատմության մեջ Մարիկա Նինուի, թեև շատ տեղեկություններ չկա, բայց այս տղան միանգամից գրավեց իմ ուշադրությունը, որտեղ 9-ամյա երեխան կարողացավ միայնակ հոգալ 3 քույրերի եւ մոր, այսպես ասած, հոգսերը, միայնակ կարողացավ ատաղծագործ դառնալ, հետո ես ընթացքում կպատմեմ եւ վերջին հաշվով շատ դաժան ճակատագիր էր ստացվում այս տղային, ինչի մասին ես ձեզ կասեմ։ Ուրեմն
1928 թվականին Կոկինյայում, ինչպես արդեն ասացի, փոքրիկ Հայաստանում բացվեց Զավարյան ճեմարանի մասնաճյուղը, սա շատ հայտնի վարժարան էր։ Կոկինյայում որոշեցին հայերին երեխաներին ուսմաննահարություն տալ եւ վարժարանի մասնաճյուղը բացվեց Կոկինյայում։ Էվանգելինան առաջինը հաճախեց այդ վարժարանը։ 10 տարեկանում աղջիկը ինքնուրույն սովորեց մանդոլին նվագել եւ ընտանեկան խնջույքների ժամանակ այսպես երգում էր, ուրախացնում էր հայ համայնքին եւ քույրերին, եղբորը եւ մորը։ Սակայն ինչպես եւ չգիտեմ, գուցե եւ այսպես ավանդական ճակերտավոր իհարկե եւ գուցե եւ առանց ճակերտների ավանդական այսպես հայկական ծայրահեղական այսպես ծայրահեղական հայերը սկսեցին քարկոծել 10-ամյա աղջկան։ Ինչի համար, որովհետև աղջիկը ավագույթների ժամանակ երգում էր եւ հայերեն, եւ թուրքերեն, եւ հունական երգեր։ Հայերը միանգամից սկսեցին քարկոծել երեխային, 10-ամյա երեխային, թե բա թուրքերեն ինչու ես երգում, չի կարելի թուրքերեն երգել, թուրքերը այսպես, թուրքերը այնպես, բայց սրա զավեշտը նրանում էր, որ այս ընտանիքներ, այս ծայրահեղականները, որոնք երեխային, 10-ամյա երեխային ու նրա ընտանիքին քարկոծում էին, այսպես օր ու գիշեր իրենք շարունակում էին թուրքերեն խոսել իրենց ընտանիքներում, բայց չգիտես ինչու քարկոծում էին այս երեխային։ Այդ ընթացքում Պարքևը ատաղձագործության իր արհեստանոցի հետ միասին գտնում է արդեն հաջորդ աշխատանքը, քաբաբի վաճառակետ է բացում Կոկինյայում, փորձում է ինչ-որ կերպ հոգալ քույրերի օքսերը, մոր համար այսպես թեթևացնելու օքսը։ Փոքր քույրը Գոհարիկ օգնում է Պարքևին այդ քաբաբանոցում։ Մի օր երեկոյան ընտանեկան այսպես ընթրիքի ժամանակ Գոհարիկը նեղ սրտում է, ասում է, մորը ասում է, գիտես, հայրը երբ որ հավաքվում է Պարքևի քաբաբանոցում, Պարքևն էլ է լսում, բամբասում են մեր Էվանգելինային, անդադար գիժ են ասում, չգիտեմ ինչու, եւ անդադ քարկոծում են, ասում են աղջիկը հայերեն չի խոսում, աղջիկը հայերեն չգիտի, աղջիկը թուրքերեն է, աղջիկը թուրքախոս է, այսպես։ Սիմա Քեյանը որոշում է այս բամբասանքներից ազատվելու համար հնարավորինս շուտ ամուսնացնել աղջկան եւ 39 թվականին այսպես նրան ամուսնության առաջարկություն է անում փականակագործ Հայկ Մեսրոպյանը։ Հայկի ծնողներին Սիմա Քեյանը ճանաչում էր դեռևս Արևմտյան Հայաստանի Սիս քաղաքից, մանկության պատանեկության այսպես տարիներից, այսինքն Հայկի ծնողները Սիմայի պատանեկության, մանկության ընկերներն էին, մտածում են, որ լավ ընտանիք են, այսպես որևէ հարց լինել չի կարող, բայց մեկ տարի անց, երբ որ ծնվում է նրանց որդին, առաջնեկը, փոքրիկ Հովանեսը, Հայկը թողնում է Էվանգելինային եւ ամուսնանում է հայուհի Սիրվարդի հետ, եւս մեկ գաղթական ընտանիքից։ Պատճառները հայտնի չեն, անկեղծ ասած, ելի ժողովուրդ, բայց սա այդքան էլ կարևոր չէ։ Էվանգելինա Ադամյանը հայտնվում է նորից, այսպես ասած, մեղմ ասած փողոցում, որովհետեւ որտեղ պիտի մնար, դուրս է գալիս տնից, հա, մեկամյա նորացին, այսինքն դեռ 1 տարեկան էլ չկար, նորացին տղանգիրքը վերադառնում է Կոկինյայի իրենց տուն, բայց հաջորդ հարվածը սպասում էր նրան մի քանի ամիս անց, որովհետև 1943 թվականին ծանր հիվանդությունից մահանում է նրա մայրը, Սիմա Քեյանը։ Այդ ընթացքում նրա երկու քույրեր արդեն ամուսնացած էին, այնպես որ 43 թվականին ֆաշիստները օկուպացնում են Հունաստանը, իսկ երիտասարդ Էվանգելինան իր փոքրիկ որդու հետ եւ Պարքևի հետ մնում են միայնակ տանը։ Ինչ են անում այդ նեղ տարիներին, Էվանգելինան ասեղնագործություն էր անում, Պարքևը վերցնում էր այդ աշխատանքները, ընկնում էր գյուղերով մեկ, փորձում էր դրանք փոխանակել ինչ-որ բանջարեղենի, տարական, ինչ-որ սովորական ուտելիքի հետ, այսպես ուտելու խնդիր կար, հա, ընդամենը հացի խնդիր էին լուծում շատ երկար ժամանակ։ Միևնույն ժամանակ Էվանգելինան շարունակում էր կիրակի օրերը հանդես գալ հայկական Սուրբ Հակոբ եկեղեցում։ Իմիջիալոց ասեմ, որ 10 տարեկանում, երբ որ նա առաջին անգամ երգեց ճեմարանում, հա, այսպես նրա ձայնը լսեց Արիստակես Գալաֆյանը, նրա ուսուցիչը, հա, երաժշտության, եւ հենց Արիստակես Գալաֆյանը 10 տարեկան երեխային այսպես տեղավորում է Սուրբ Հակոբ եկեղեցու երգչախմբում եւ Մարիկան սկսում է երգել 10 տարեկանից։ Այսպես 43 թվականին շատ ծանր իրավիճակ էր, ֆաշիստները օկուպացրել էին Հունաստանը, արդեն ասացի, Պարքևը փորձում էր հացի խնդիր լուծել, հա,
Մարիկան շարունակում էր եկեղեցում երգչախմբում երգել եւ օրերից մի օր մի կիրակի պատարագի ժամանակ նրա ձայնը լսում է հույն լարախաղաց շրջիկ, այսպես լարախաղաց Նիկոս Նիկոլաիդիսը։ Նիկոսը հավանում է շատ, ոչ թե հավանում, այլ գերվում է Մարիկայի ձայնով, այն ժամանակ դեռ Մարիկա չէր, Էվանգելինը, հա, առաջարկում է աղջկան ինչ-որ դուետով հանդես գալ, ասում է ես դերասան եմ, ես արտիստ եմ, ես լարախաղաց եմ, դու կարող ես երգել, մենք կարող ենք փոքրիկ բեմականացումներ ներկայացնել այսպես, եւ սկսում են դուետով հանդես գալ քաղաքներում, առայժմ այսպես Կոկինյայում, հա, 1, 2, 3 այսպես կարճ բեմադրություններից հետո, երբ որ փոքրիկ հաջողություններ են ունենում, Նիկոսը ամուսնության առաջարկություն է անում, Մարիկան ընդունում է այդ առաջարկությունը եւ շուտով արդեն նրանց բեմականություններին սկսում է մասնակցել արդեն փոքրիկ Հովանեսը։ Այսպես երեքով շրջում են Հունաստանով մեկ, փորձում են գումար աշխատել, այսպես, հա, եւ բավականին իմոջալոց ասեմ հաջողվում է։ 47 թվականին հունական Սալամիս նավահանգստում Մարիկան եւ Նիկոդիսը հերթական Նիկոսը հերթական այսպես ներկայացման ժամանակ կրկին մեծ հաջողություն ունեն եւ նավապետը մոտենում է նրանց Մարիկային խնդրում է որևէ երգ թուրքերեն։ Մարիկան համաձայնվում է, թուրքերեն երգում է եւ նրա ձայնը լսում է հայ դերասան Պետրոս Կիրակոսը։ Անկեղծ ասած այս տղայի մասին ես շատ փորձեցի ինչ-որ տեղեկություններ հավելյալ, բայց որևէ բան չգտա, միայն գիտեմ, որ հայտնի դերասան է եղել, շատ տաղանդավոր դերասան է եղել Պետրոս Կիրակոսը, առավել ոչինչ հայտնի չէ, նույնիսկ ծննդյան եւ մահվան թվերը։ Այսպես Պետրոս Կիրակոսը առաջարկում է իմիջիայլոց ասեմ, որ հենց այս նավահանգստում ելույթից հետո, երբ որ թուրքերեն այդպես կատարում է երգը, արդեն բավական հաջողություններ ունեցող, արդեն բավական այսպես ճանաչում ունեցող այս դուետը սկսում է հանդես գալ արդեն այլ անվանվամբ։ Սա կոչվում էր 2.5 Նինո։ Նիկոդիս, այսպես, հա, վերցրել են եւ Հովանեսն էլ հետը 2.5, այսինքն մարդ, կին եւ այսպես փոքրիկ տղան 2.5 էին անվանում այդ դուետը, իսկ Էվանգելինա Ադամյան այս ելույթից հետո իր համար ընտրում է Մարիկա Նինու կեղծանունը եւ այլևս հանդես է գալիս այդ կեղծանվամբ։ Ուրեմն Պետրոս Կիրակոսի միջնորդությամբ Մարիկանին ծանոթանում է հույն հայտնի երգիչ Մանոլիս Հիոտիսի հետ։ Հենց Մանոլիս Հիոտիսի հետ նա թողարկում է իր առաջին ձայնասկավառակը, որը այսպես աննկարագրելի հաջողություն է ունենում, Մարիկայի ձայնը միանգամից մեծ ճանաչում է բերում նրան, ձայնասկավառակներ են թողարկվում։ Այս հաջողությունների շարանին հետևում է հույն, այսպես ասած, պրոդյուսեր եւ մեծահարուստ այն ժամանակ, հա, երաժշտական պրոդյուսեր Ցիցիանիսի առաջարկությունը։ Ուրեմն Ցիցիանիսը առաջարկում է Մարիկային հանդես գալ իր հետ, իր այսպես ասած դառնում է Մարիկայի պրոդյուսերը, Մարիկան սկզբում հանդես է գալիս Ցիցիանիսի ակումբում, բայց կարճ ժամանակ անց նրանք սկսում են շրջագայել համերգներով, Ցիցիանիսը հենց Ցիցիանիսի այսպես ասած հովանավորության շնորհիվ Մարիկան Նինուն մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1950 թվականին, երբ որ նրան հրավիրում են Ֆլորիդա համերգի, Ֆլորիդայի համերգից հետո նրա անունն այլևս հայտնի է դառնում ողջ աշխարհում, ինչի համար, որովհետև 1950 թվականին Հունաստանում, այսպես ասած, առաջին անգամ լսում են երաժշտական նոր ժանրի ռեմբետիկո ոճի մասին, որի միանձնյա, այսպես ասած, չգերազանցված թագուհին, ռեմբետիկոյի թագուհին դառնում է Մարիկան Նինուն եւ նույն ինքը Էվանգելինա Ադամյանը։ Ուրեմն Ֆլորիդայից վերադառնալուց հետո Մարիկան տեղեկանում է, որ Պարքևը քաղցկեղով հիվանդ է, եղբայրը, բայց Պարքևը նրան ոչինչ չի ասում, Մարիկան ուղղակի պարզապես քույրերից է իմանում։ Լսելով եղբոր հիվանդության մասին շատ մեծ հարված է սա լինում, Հունաստանում այդ ժամանակ բժշկություն այն բարձր մակարդակի չէր, Մարիկան իր առջև նպատակ է դնում հնարավորինս շատ գումար աշխատել եւ Պարքևին տանել բուժման։ 51 թվականին Ցիցիանիսի հովանավորությամբ Թուրքիայի Ստամբուլում Կասաբլանկա խոլ կոչվող այդ երաժշտական ակումբում մեծ համերգ է տեղի ունենում։ Ցիցիանիսը
Մարիկանինու հետ մեկնում է Ստամբուլ։ Ուրեմն ողջ ճանապարհին Ցիցանիսը հորդորում է Մարիկային, նույնիսկ կարելի ասել այսպես սաստում է, ասում է որևէ բառ, որևէ ակնարկ, որ դու հայ ես, հանկարծ Ստամբուլի բեմից չլսվի, որովհետև թուրքերը կարող են ուրիշ այսպես այլ կերպ ընդունել սա, հետո կարող է խնդիրներ լինել։ Մարիկան իհարկե նախ խոստանում է, բայց մեկ երկրորդ համերգից հետո Մարիկան Ստամբուլում, այդ Կասաբլանկախորում նկատում է, որ հանդիսատեսի մեջ կան հայեր, որոնք հայերեն այսպես փսփսում են, նրա էմոցիաները այսպես ասած տեղի են տալիս, նա չի դիմանում, նա Ստամբուլի Կասաբլանկախոլի այսպես երաժշտական այս ճանաչված բեմից, խոստովանում է, որ իր անունն է Էվանգելին Ադամյան, որ ինքը Զմյուրնիայից է, որ իր հայրը Զմյուրնիայի ջարդերի այսպես ասած զոհ է դարձել եւ հայկական ժողովրդական երկու երգ է երգում Ստամբուլի Կասաբլանկախոլում։ Սրանից հետո թուրքերը իհարկե մեծ աղմուկ են բարձրացնում, Ցիցանիսի հետ վեճեր են լինում եւ Ցիցանիսը խզում է կապերը Մարիկայի հետ։ Ստամբուլից վերադառնալուց հետո նրանք այլևս խզում են իրենց կապերը։ Ուրեմն 54 թվականին Մարիկանինուն կրկին մեկնում է ԱՄՆ, ինչպես արդեն ասացի, նպատակը շատ գումար աշխատել, բայց ԱՄՆ-ում նրա առողջական վիճակը վատանում է։ Նրան վիրահատում են, բայց առանձնակի վտանգավոր ոչինչ չեն գտնում բժիշկները, նորից վերադառնում է Հունաստան եւ այս անգամ արդեն տեղեկանում է, որ Պարքևը մահացել է, իսկ Պարքևը նոր էր ամուսնացել։ Ինչի համար ես սկզբում ասացի այս տղայի կենսագրականի համար, որովհետեւ այս տղան ամեն ինչ արեց ընտանիքի համար եւ ինքը ամուսնացավ միայն այն ժամանակ, երբ որ արդեն բոլորին տեղավորել էր, այսպես ասած, մայրը արդեն չկար, քույրերին տեղավորել էր 9 տարեկանից ընտանիքի համար, քույրերի համար հոգած, միայն վերջին տարիներին հասցրեց ամուսնանալ, բայց արդեն հիվանդ էր եւ չվայելեց երիտասարդ հասակում մահացավ Պարքևը։ 55 թվականին Պարքևի մահից հետո արդեն Մարիկան կրկին վերադառնում է ԱՄՆ հյուրախաղերի, այս անգամ նրա նպատակն էր Հովանեսի համար ինչ-որ բնակարան գնել Հունաստանում, որովհետև տղայի համար միակ զավակը։ 55 թվականին նորից մեկնում է ԱՄՆ, նորից առողջական վիճակը կտրուկ վատանում է եւ այս անգամ ԱՄՆ-ում նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերում։ Երկչույին կոտրվում է վերջնականապես, բայց պայքարելով քաղցկեղի դեմ վերադառնում է Հունաստան։ Հովանեսին նույնիսկ չի ասում, քույրերին չի ասում, տղային չի ասում դրա մասին, սկսում է նորից համերգներով հանդես գալ, հնարավորինս փորձում է գումար աշխատել Հովանեսին բնակարան առնելու համար, բայց 1957 թվականին վերջնականապես գանվում է անկողնուն, այլևս չի կարողանում շարժվել։ Ուրեմն 57 թվականի փետրվարի 22-ին նրան այցելում է Վասիլիս Ցիցանիսը, նույն Ցիցանիսը, որին Մարիկան չէր տեսել Ստամբուլյան այդ վիճաբանությունից հետո։ Իր հուշերում Ցիցանիսը այդպես է գրում, ասում է, ես անկողնում տեսա մեկ այլ կնոջ, ես չճանաչեցի նրան հյուծված, այսպես ասում է, Մարիկան ինձ գլխով հասկացրեց, մի կերպ հասկացրեց, ասեց ականջդ բեր մոտիկ, երևի թե բան էր ուզում ասել, ես մոտավոր փոխանցում եմ հուշերը Ցիցանիսի, ուրեմն ինչ անում, Ցիցանիսը կռանում է, ականջը այսպես մոտեցնում է Մարիկայի շուրթերին եւ Մարիկան Ցիցանիսի ականջին շշնջում է աստղի պես վառվա, ասուպի պես անցա։ Ցիցանիսը որևէ բառ չի կարողանում ասել, հուզվում է, գրկում է Մարիկային, ներողություն է խնդրում, ես չգիտեմ ինչի համար, գուցե Ստամբուլյան այդ վեճի համար եւ դուրս է գալիս։ Հաջորդ օրը արդեն 57 թվականի փետրվարի 23-ին Կոկինյա իր բնակարանում ընդամենը 35 տարեկանում վախճանվում է հունական Ռեմբետիկոյի թագուհի Մարիկա Նինուն, նույն ինքը Էվանգելինա Ադամյանը Զմյուրնիայից, ընդամենը 35 տարեկան էր։ Երկչուհուն ուղարկավորում են եղբոր Պարքևի կողքին, իսկ Վասիլի Ցիցանիսը նրա մահից ընդամենը 2 օր անց գրում է Հունաստանում մինչ օրս մեծ ճանաչում վայելող կիրակի էր, երբ քեզ տեսա երգը, որտեղ կրկներքի մեջ անընդհատ կրկնում է Մարիկայի արտաբերած վերջին խոսքերը, աստղի պես վառվեցի, ասուպի պես անցա։ Ժամանակի ընթացքում, որովհետև հարազատներ չկային, որովհետև արդեն ոչ մեկը չունեին, Մարիկայի եւ Պարքևի գերեզմանները պատշաճ այսպես խնամքի չեն արժանանում եւ հույները պարզապես
ջարդում է նրանց գերեզմանները եւ եղբայր եւ քույր այսպես երկուսի գերեզմանն էլ կորում է կոկինյայի փոշու տակ։ Այսպես ավարտվում է հունական ռեմբետիկոյի թագուհի Մարիկա Նինուի նույն ինքը Էվանգելինա Ադամյանի Զմյուրնյայից կյանքը։ Այսքան է, սիրելի ժողովուրդ, լավ մնացեք, կհանդիպենք, ստեսություն։